Մեզնից շատերը ամեն օր 1-2 անգամ նստում են ավտոբուս, որ հիմա հատկապես ավելի ծանրաբեռնված է, հաշվի առնելով, որ դպրոցական արձակուրդները ավարտվել են ու մեքենաները ահավոր շատացել են։ Ամեն օր նույն բանն է։ Մարդիկ խցկվում են ավտոբուսների մեջ, որտեղ շնչելու օդ չկա։ Մի կերպ բռնված են, կանգնած են կամ կարողացել են նստել, հեռախոսների մեջ են, երաժշտություն են լսում, չգիտեմ, սպասում են, որ մի քանի րոպեն անցնի ու վերջապես դուրս գան այդտեղից։ Երբեմն շատ լիքը չի լինում, բայց անգամ այդ դեպքում, երբ որ ավտոբուս եք բարձրանում, դուք ինքնակամ առանց երկար մտածելու վստահություն եք ցուցաբերում վարորդի ու մյուս ուղևորների նկատմամբ։ Մենք այս մարդկանց չենք ճանաչում, չգիտենք ովքեր են, որտեղից են գալիս, ուր են գնում, ինչ են մտածում, ինչ հոգեվիճակի մեջ են, բայց երբեք չենք կասկածում, որ այդտեղից ողջ ու առողջ դուրս ենք գալու։ Այդպես էլ պիտի լինի, բայց վերջերս ԱՄՆ-ի գնացքներից մեկում տեղի ունեցած սպանությունը ստիպում է, որ մեր ապահովությունը կասկածի տակ դնենք ամեն վայրկյան։ Ինչի ունենք այն, ինչ ունենք այսօր ու ինչ են մարդիկ արդարացնում մարդասպանին։ Խոսում ենք Իրինա Զառուցկայի մասին։